2024-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154%-ով, Ռուսաստանի և Բելարուսի դեպքում աճի, Ղազախստանի և Қырғызստանի դեպքում նվազման տեմպերով։ Ցուցանիշներն ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը փարատեց падգամավորների մտահոգությունը, թե էլեկտրական մեքենաների ֆիզանձանց տրամադրված քվոտաները մեծ մասամբ ավտոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներն են սպառել։ Այդ 5000 մեքենաներից 1086-ը արդեն իսկ 24 թվականի դեկտեմբերին տեղափոխվածներն են։ Փաստացի 3914 մեքենայի մասին է խոսքը։ Այդ 3914 մեքենայից 1848-ը օրինակ BYD-ը, որը դիլեր չունի Հայաստանում։ Այսինքն արդեն դա դուրս եկավ։ Երկրորդ տեղում Tesla-ը 885, որը էլի դիլեր չունի Հայաստանում։ Երրորդ տեղը Chevrolet-ը, որը դիլեր չունի Հայաստանում, 728։ Չորրորդ տեղում Li Xiang 536, որը դիլեր չունի Հայաստանում։ Դիլեր ունի ըստ էության 5-րդ տեղի Hongqi անունով այդ բրենդը, որից ընդհանուր առմամբ ֆիզիկական անձինք եւ կազմակերպությունը իրար հետ ներմուծել է 182 մեքենա։ Դիլեր ունի մեկ էլ Zeekr, Nissan եւ այլն։ Այսինքն խոսքը 240 մեքենայի մասին է, որն ուսումնասիրում են, վստահեցրեց նախարարը։ Չարաշահումների դեպքում ընկերություններին կզրկեն լիցենզիայից։ Հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալների աճն ու համագործակցության տեմպերը, Հայաստանը պատրաստ է այն փոխել Եվրամիության անդամակցության երազանքի հետ։ Հիշատակելով ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծը հարցրեց Հայաստան խմբակցությունից Ագնես Ախամոյանը։ Կառավարությունում ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա, միանշանակ հայտարարեց Պապոյանը, իսկ նախարարությունը շարժվում է գոյություն ունեցող օրակարգով, որի հիմնական նպատակը տնտեսության դիվերսիֆիկացումն է։ Սա մի գործընթաց է, որը ոչ կողմ է որևէ շուկայի, ոչ դեմ է որևէ շուկայի։ Սա կողմ է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև մենք խնդիր չունենք մեր կախվածությունը մեկ շուկայից փոխարինել մեկ այլ շուկայից կախվածության, կլինի ներմուծում, թե արտահանում։ Մենք խնդիր ունենք ինչքան հնարավոր է բազմաթիվ թելերով տարբեր շուկաներից կախվենք։ Որքան հնարավոր է սերտ կապեր ունենալ պոտենցիալ բոլոր շուկաների հետ, հայտնեց Պապոյանը, ներկայացնելով սպասվող հանդիպումներն ու մասնակցությունը տարբեր երկրներում տեղի ունենալիք միջոցառումներին։ Վստահեցրեց, աշխատում են բոլոր ուղղություններով, իսկ քաղաքական սահմանափակում չկա։ Կա ձեր համար քաղաքական սահմանափակում կամ առհասարակ սահմանափակում, պարոն Պապոյան, շատ լավ է, որ այդքան ճկուն եք, բայց վստահաբար տեղյակ եք, որ նույն ձեր խմբակցությունը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, տեխնիկական վրիպակների պատճառով ճակերտավոր հետաձգել է երկրորդ ընթերցումը հարցի քննարկման։ Այսինքն այն պատասխանները, որ դուք տալիս եք, հրաշալի փայլուն դիվանագիտական պատասխաններ են։ Շատ լավ է, բայց դուք գիտեք, որ իրականությունը բոլորովին այլ է։ Իրականությունը այն է, որ մեր գործընկերները շատ զգայուն են, այսպես ստանում Եվրամիության անդամակցության հետ կապված ցանկացած գործընթաց։ Զգայուն է հարցերը, դա պետք չի թաքցնել եւ աշխարհակաղակական իրավիճակներն էլ པարզ չեն ամենևին։ Դրա համար մենք փորձում ենք մաքսիմալ այնպիսի քաղաքականություն վարենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կոնկրետ տնտեսական քաղաքականության մասով շարունակի մնալ կենսունակ եւ դիվերսիֆիկացիան հենց այդ կենսունակության մասին է։ Պապոյանը ներկայացրեց կնքված համաձայնագրերը, հայտնելով, որ դրանք որքան հնարավորություններ են բացում, նույնքան էլ մարտահրավերներ կարող են ստեղծել, հետևաբար շատ լուրջ են վերաբերվում։ Այդ համաձայնագրերը, որ կնքում եք, ինչ ունենք այսօր այդ նախկին կնքածներից, Հայաստանի Հանրապետության շահը որտեղ է, կարող եք ինձ մի քանի տողով բացատրել։ Իհարկե դեռ Արարողի միջազգային հիմնադրամը չի հրապարակել վերջնական արդյունքները, բայց նախնական ունենալու ենք $8500-ից ավել մեկ շնչի հաշվով, հա, եթե որը դուք արդեն նշեցիք բավականին բարձր ցուցանիշ է եւ ըստ էության վերջին 7 տարիների կտրվածքով ավելի քան կրկնապատկվել է։ Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասնեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող գործունեությունը, փաստեց, որ ապահովել է ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին, պատշաճ ներկայացվել խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։